Ժողովուրդ օրաթերթը գրում է. թեև հեղափոխական Նիկոլ Փաշինյանը հանրության օրակարգում մտցրել էր բիզնեսի փայ մտնելու ավանդույթից դուրս գալու իր առաքելությունը, բայց փայ մտնելը իշխանության կարգավիճակի բերումով բիզնեսմեններ դառնալը դեռ շարունակվում է։ Օրինակ, ԿՊԱ-ական պատգամավոր Էմմա Պալյանի հայրը ոսկերչության ոլորտում է նոր նվաճումներ արձանագրում։ Հիմա էլ իշխանություններն անպագորգոր հայտարարություններ են անում, թե ֆիլմ արտադրությունը բերում են Հայաստան։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ ֆիլմ արտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, աշխատաշուկան նույնպես։ 2019-ից 24 թվականներին Հայաստանում ըստ նախարարի ֆիլմ արտադրության համար ֆինանսավորումը 309 միլիոն դրամ է եղել։ Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ֆիլմ արտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 միլիոն դրամ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն այս ամենում ներգրաված է ԿՊԱ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը կինոռեժիսոր Դավիթ Բանուչյանի հետ։ Համաձայն Սոնա Ղազարյանի հայտարարագրի նրա ամուսինը հանրային հեռուստատեսության ֆիլմ արտադրության պատասխանատուն է, եւ հենց սրա համար է, որ առաջնահերթությունը տրվել է ԿՊԱ-ական պատգամավորի ամուսնուն։ Հրապարակ թերթը գրում է. արտերկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանները շատ հազվադեպ են ծախսատար միջոցառումներ կազմակերպում միայն հույժ անհրաժեշտության դեպքում, ասենք Հայաստանի անկախության տոնին։ Այդ առումով Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը տարբերվում է մյուս դեսպաններից, որովհետև աղքատ մարդ չէ, որոշակի ֆինանսական միջոցներ է տնօրինում, որոնք նաև ծախսում է իր գործունեության ընթացքում։ Տեղեկացանք, որ վերջերս մի քանի գինեգործական ընկերություններ Մոսկվա են տարել իրենց արտադրանքը եւ դեսպանը փորձել է աջակցել հայկական գինու առաջխաղացմանը։ Նա հրավիրել է Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված մոտ 20 երկրների դեսպանների համտեսելու գինին։ Բնականաբար միայն գինով չեն բավարարվել, հայկական սեղան են քսել դեսպաններին պատիվ տվել, ցուցադրել մեր գինու եւ կոնյակի համային առավելությունները։ Հրապարակ թերթը գրում է կրթության մասին օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։ Հայաստանի ազգային agrarային համալսարանի ռեկտորը 2018-ից 23 թվականներին Վարդան Ուրուտյանն էր, նա 2022 թվականի ապրիլի 28-ին դարձել է ԱԿՊԱ բանկի խորհրդի անդամ, իսկ ապրիլի 29-ին բանկում համալսարանի միջոցներից ներդրել է 50 միլիոն դրամի ավանդ, այնուհետև 125 եւ 50 միլիոնի։ 2023 թվականի Ագրարայինի խորհրդի անդամ է դարձել ԱԿՊԱ բանկի բաժնետեր, ԱԿՊԱ ֆեդերացիա ՓԲ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։ Այս դեպքը հատկապես առանձնանում է նրանով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ բուհի ռեկտորը զբաղեցնի նաեւ այլ պաշտոն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ժողովուրդ օրաթերթին հայտի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում քննարկումները դեռ շարունակվում են։ Չի բացառվում, որ մինչև մի շաբաթվա ավարտը, մասնավորապես մինչև ապրիլի 18-ը, սահմանադրական դատարանն խորհրդակցական սենյակից դուրս գա եւ հրապարակի որոշումը։ Դատական համակարգում հատկապես ապօրինի գույքի գործը քննող դատավորները գույքերը փրկող նախկին պաշտոնյաները եւ դատախազներն են շունչները պահած սպասում են սահմանադրական դատարանի որոշմանը։ Հայտնել ենք, որ մեզ հասած լուրերի համաձայն մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն եւ այս առումով պետք է այդ օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները եւս լինեն, որպեսզի սահմանադրական դատարանն կարողանա վերջնական որոշում կայացնել։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի Հանրապետության ուժայինները իհարկե ամեն ինչ արել էին, որ այս անգամ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին Սյունյանց ողջուններով չդիմավորեն, բայց դա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը Սյունիքում բարձրացել է։ Երեք մեր խմբագրությունն էին զանգահարում սյունեցիներ եւ իրենց մերժումն էին հայտում։ Մեկն ասում էր, ինչի՞ այդ կինտոյի գլխարկը դրել, եկել կապան, նույնիսկ փակ տալիշտենում գլխի չի անում անկիրթը ու դեռ ուզում ա մեզ կրթին։ Հրապարակ թերթը գրում է. Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Վերջերս Հայաստանի գծով կուրատոր Կոզակին Ռուսաստանի Դաշնության նախագահը փոխել է։ Նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կրիենկոն։ Սա մի բանի մասին է վկայում, որ Հայաստանը Կրեմլի համար կարևոր ուղղություն է դարձել եւ ավելի ծանրակշիռ պաշտոնյա է նշանակվում։ Վլադիմիր Պուտինը
Պուտինը վստահում է նրան եւ նա բավականին պատասխանատու կարևոր դեր է խաղում Կրեմլում։ Լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանն է մեկնել Մոսկվա եւ հանդիպել Կրիենկոյի հետ։ Հրապարակ թերթը գրում է Շիրակ եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում կարելի է ասել քաոսային իրավիճակ է։ Երևանից գործուղված դատավորները 1 տարի աշխատում են եւ կրկին ետ գալիս Երևան։ Արդյունքում իրենց վարույթներում քնվող գործերը մնում են կիսատ։ Դրանք մակագրվում են նոր դատավորների եւ քննությունը սկսվում է զրոյից։ Մենք տեղեկացանք, որ նման իրավիճակում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու Կարեն Պողոսյանի քրգործը։ Նա արդեն 4-ից 5-րդ դատավորն է Նոր դատավոր ունենք Արտուր Ոսկանյանն է, Արմավիրի դատարանից է եկել, դեռ մեկ նիստ է եղել։ Այս մասին մեզ ասաց Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը, հույս հայտնելով, որ գոնե այս անգամ գործը ավարտին կհասցվի։